Բարև բոլորին, Անձրև ա մի քիչ գալի, դրա համար եմ կապյուշոնը սենց գցել, դուրս ենք եկել, որ համեմ առնեմ, ուզում եմ սպաս սարքեմ, ու գիտեք նոր ինչ զգացի, որ արդեն ինչ-որ գարնան նշույլներ եմ զգում, ու իրոք արդեն հերիք էր ձմեռը, հոգնեցինք, շատ դարդոտվեցինք, իրոք ձմեռը լրիվ դեպրեսիայի, կներեք, ձմեռը լրիվ դեպրեսիայի համար է նախատեսված, իսկ գարունը ոնց որ նոր վերածնունդ, սկիզբը, ամեն ինչի սկիզբն է, գնանք կանաչի սառնենք, եթե սպասս լավ ստացվի կնկարեմ, եթե չէ չեմ նկարի, մեկ էլ անցած վիդեոյի տակ, այդ ինչքան լավ խոսքեր էին ինձ գրել, վայ այնքան շնորհակալ էի, անընդհատ ամուսնուս էի տանուցից տալի, հլնոյ, շատ ջերմ, դրական, բարի, ջերմացնող, լավ խոսքեր էին գրել բոլորը, մերսի բոլորիդ, ով գրել էր, ու ով լայքում էր, մեկ էլ շատ բաժանորդագրվեցին այդ վերջի վիդեոից հետո, հիմա եկեք ստուգենք Հայկը քնեց, թե չէ։ Շատ լավ քնել է։ Արդեն տանն եմ, Հայկին քնացրել եմ, հիմա ուզում եմ պատրաստեմ սպասը, ձեռքերս նայեք, կարմիրը նոր բենտո էի պատրաստում, հիմա ձեզ ցույց տամ։ Էս էլ բենտոն, չգիտեմ ոնց է ստացվել, դուք կարող եք մեկնաբանություններում գրել, ես հավանում եմ, առաջի անգամ նկարած մարդու համար, տորթի վրա, սենց ինչ-որ փոքրիկ սիրուն է, լավ է, գոհ եմ, պատվիրատուն էլ հավանեց, ասեց, որ շատ սիրուն է, էլ բան չունեմ ասելու, կարևորը ինքը հավանեց, հիմա սա դնեմ սառնարան, անցնեմ իմ սպասի գործերին, դուք էլ կարաք մեկնաբանություններում գրեք, հավանեցիք թե չէ։ Միջև եկա սարքեմ Հայկը քնիցելով, բայց նորից քնած, հիմա ծավարը խաշել եմ նախապես, մեզ պետքա մածու սմետան, մի հացու, ալյուր, համեմ, որի համար գնացել էի խանութ և ոչ մի բան, մեկ էլ 3 մատնաքաշ էի թխել, ինձ լավ էր եղել, ինձ լավ խմոր էր, հիմա հաջորդ անգամ, որ պատրաստեմ, վիդեո կնկարեմ, դուք եք կսարքեք համով կուտեք, տենց սկսեմ։ Հիմա կավելացնեմ երջուրը, մեզ միացավ Հայկը, հիմա չգիտեմ ինքը սորվել է թե չէ, մամա շպոս է սարքում, ու իրա համար ստեղ ճաշիկ եմ սարքում, հետո կավելացնեմ կարակը ու համեմ, մեկ էլ աղը, անպայման մոռացել եմ, մեկ էլ աղ,
կայքի կաֆեն մի քիչ ցրվելու, միջավայրից փոխելու համար Հայկի հետ մենակ եմ։ Ուզում էի խոսեի մի հատ պահից, որ երբեմն մեր պլանները, որոնք չեն կատարվում, ես թվում է, թե վсё այդ ամենավատ բանն է, այս աշխարհում չկա էլ դրանից վատ բան, բայց գուցե Աստված այդ ամեն ինչը մեր համար նախապատրաստում է, որ ավելի լավ է լինելու։ Հիմա իմ մոտ այդ պերիոդն է կյանքի, որ ինչ-որ անկանխատեսելի բաներ է լինում։ Սկզբում շատ դժվար է, սկզբում շատ ծանր եմ տանում։ Ինձ թվում է նորմալ է, երբ սովորական առօրյան ինչ-որ փոխվում է, ամեն ժամանակահատված իր անակնկալները ունի, գուցե դեպի լավը, բայց այս պահին ոնց որ դու չես հասկանում այդ ամեն ինչի կարևորությունը, որ պետք է ուղղակի համբերատար լինել ու սպասել, որ ամեն բան փոխվելու է, ու փոխվելու է գուցե ոչ քո կանխատեսելի տենց կերպով, ոչ քո սպասելիքներին համապատասխան, բայց իմ փորձից ելնելով ես միշտ ես երևի զգացել եք, թե ինչքան պլանավորող մարդ եմ ու երբ որ ինչ-որ բան իմ պլաններից մի քիչ շեղվում է, ես շատ ծանր եմ տանում, բայց հասկացել եմ, որ փոփոխությունները մեկ-մեկ այնքան հետաքրքիր են կյանքը դարձնում, կապ չունի լավ թե վատ, որովհետև մենք սովորել ենք մեր կոմֆորտ զոնայից դուրս չգալ ու ապրել ամեն օր նույն ձևով, ու հենց որ մի հատ փոքրիկ տարբերություն է լինում, մենք շատ դժվար ենք այդ ամեն ինչին համակերպվում, ես այդ մարդն եմ, կոթը չի գալիս, ու հիմա փորձում եմ չմտնել այդ տխուր էմոցիաների մեջ, Ամերիկանո ես կապուչինո չեմ խմում, ավելի թունդ կոֆեի սիրահար եմ դարձել, ամերիկանո եմ միշտ վերցնում, եթե շատ թունդ է լինում, ես կաթը լցնում եմ, թե չէ կապուչինոյի մեջ մեծամասամբ կաթ է լինում ու այդքան ինձ համը դուր չի գալի, որ մենակ կաթի համար։ Մեկ էլ իմ շատ սիրելի գազարով կեքսը։ Ես ուր գնում եմ, եթե լինում է գազարով տորտ, գազարով կեքս, միշտ եմ վերցնում։ Մենք եկանք տուն, չնայած շատ երկար ժամանակ անցել, ինչ արդեն տունն ենք, ես սարքել եմ, Հայկ ուղղակի քանդում է, ես սարքել եմ հավով քինոայով սուպիկ մեր համար, իրիկունը որ ուտենք, մեկ էլ հիմա փորձում եմ սարքեմ կաթնաշոր տնական, վիդեոներիս մեջ մի անգամ գնում էի կաթառնեի տնական կաթ, որ կատնաշոր սարքեի, բայց փորձեցի տնական կաթով իմ մոտ չստացվեց, հիմա սա խանութի առած սովորական կաթով եմ փորձում, մեջը լցրել եմ կես կտոր կիտրոնի հյութ, այս էլ սուպիկը, սենց առատ կանաչով, ես շատ եմ սիրում, որ կանաչին առատ ալնում, այս էլ կատնաշորը, դեռ տաք է, բայց շատ համով է ստացվել, անպայման փորձեք ինքն հեշտ է, ես չի պատկերացնում, որ սենց հեշտ է, լավ չեմ քամել շատ դրա համար սենց մեջը հեղուկ կա, բայց ոչինչ կսառի ու կուտենք։